ինչպես ասենք, օրը մեջ գնում եմ մարզասրահ։ Օրը մեջ ասում ենք every other day։ Եթե ասում ենք ամեն օր, ասում ենք every day, չէ, every նշանակում է ամեն, day օր։ Եթե ասում ենք օրը մեջ, ասում ենք every other day։ Other նշանակում է ուրիշ։ Իսկ օրը մեջ անգլերեն կասենք every other day։ Իսկ ամեն ուրիշ օր, օրը մեջ every other day։ Պարզապես որպես արտահայտություն հիշեք։ Հիմա ես գնում եմ մարզասրահ։ Եսը I, գնալ go-ն օգտագործվում է to-ի հետ։ To-ն կարող ենք թարգմանել դեպի, այսինքն գնում եմ դեպի ինչ-որ տեղ։ Ուղղակի անգլերենում կան բայեր, որ իրենց preposition-ների հետ պետք է հիշեք, կամ մասնիկների։ Այսինքն կոնկրետ հիշեք, go-ն to-ի հետ է։ Ուրեմն I go to մարզասրահ։ Մարզասրահ gym։ Եվ հիշում ենք, որ անգլերենում գոյականից առաջ դնում ենք ը կամ դ խոդը, երբ որ ասում ենք ես գնում եմ մարզասրահ։ Այսինքն կոնկրետ մարզասրահ։ D-ն դա որոշյալ հոդն է։ Այսինքն ես գնում եմ կոնկրետ այդ մարզասրահը։ Եթե ասեք a gym, կստացվի ինչ-որ պատահական մարզասրահ, տարբերություն D։ Ուրեմն այստեղ կդնենք D-ն։ Օրինակ եկեք ասենք give me a book կամ give me the book, տարբերությունը որն է։ Եթե ասեմ give me a book, կստացվի տուր ինձ որևէ գիրք, կապ չունի, ինչ-որ մի հատ գիրք տուր։ Give me a book։ Բայց եթե ասում եմ տուր ինձ կոնկրետ այդ գիրքը, միգուցե մատով ցույց եմ տալիս, կասեմ give me the book։ Հիմա նույնը այստեղ է։ Կասենք ես գնում եմ կոնկրետ մարզասրահ, չէ՞, այստեղ կոնկրետ բնականաբար կոնկրետ է։ Ուրեմն I go to the gym every other day։